Երիտասարդ դերասանուհի Ռոզա Դավթյանը ճանաչված և սիրված է հանրության կողմից, ոչ պակաս սիրված և ճանաչված է կրկին երիտասարդ դերասան Տարոնի Սպիրյանը, նույն ինքը Պոնչը։ Վերջին տարիներին Տարոնի Սպիրյանը բավականին նիհարել է, ինչի արդյունքում նրա հանդեպ ուշադրությունն էլ ավելի շատացել է։ Շատերը պնդում են, որ Տարոնին նիհարեցնել է տվել, այսպես ասած, տոման։ Նրանց ամուսնությունից հետո դերասանուհին պայման է դրել, որ պետք է Տարոնը նիհարի։ Այս օրերին Տարոնի Սպիրյանը զետեղված է մի շարք գովազդային հոլովակներում, ինչի արդյունքում ապրանքանիշերը փորձում են էլ ավելի շատ հետաքրքրություն և ուշադրություն զետեղել իրենց ապրանքանիշին։ Հերթական գովազդային հոլովակում Ռոզա Դավթյանը զանգահարում է Պոնչին ու այսպես ասած նրանք լեզվակռիվ են անում։ Ռոզան խոսում է Պոնչի հետ, իսկ Պոնչը ասում է, որ չի ճանաչում դերասանուհուն ու խնդրում է իրեն հանգիստ թողնել։ Ուրեմն դու չգիտես, որ ես ու դու իրար ճանաչում ենք։ Բա ես քեզ որտեղից եմ ճանաչում, որ դու ինձ չես ճանաչում։ Ես ինչ եմ դուք ինձ որտեղից եք ճանաչում, ես չեմ ճանաչում, որ դուք ինձ ճանաչում եք։ Մի զանգեք ինձ։ Էրիկա։ Այ քեզ բան։ Նշենք, որ ավելի վաղ երիտասարդ դերասանուհի Ռոզա Դավթյանը ցույց էր տվել իրենց տունը։ Դերասանուհին իր հետևորդներին ցույց է տվել, թե որքան նորաոճ, գեղեցիկ և շքեղ բնակարանում է ապրում նորաստեղծ ընտանիքը։ Ռոզան, սակայն, մինչ այս չէր հրապարակել կադրեր իր նոր բնակարանից, ինչը չէր կարելի ասել իր հայրական տան մասին, որտեղ առավել շատ էին Ռոզայի մասնակցությամբ հրապարակումները։ Սա կարծես թե առաջին հրապարակումն է, երբ դերասանուհին ցույց է տալիս իր և Գուրգենի համատեղ ստեղծած նոր բնակարանը, որն աչքի է ընկնում իր հետաքրքիր լուծումներով։ Այստեղ առավել շատ տեղը տրված է սպիտակին։ Վերջերս համացանցի քննարկման թիվ 1 թեման երիտասարդ դերասանուհի Ռոզա Դավթյանի հարսանիքն էր։ Հարսանիքն անսպասելի էր այնքանով, որ դերասանուհին ընդամենը ամիսներ առաջ էր հայտնել նշանադրության մասին, դե իսկ նախքան նշանադրությունը ևս չէր խոսել իր անձնականի մասին։ Մարդիկ գիտեին, թե Ռոզայի սիրտն ազատ է, սակայն մի քանի հրապարակումներով Ռոզան ակնարկել էր, որ սիրելի ունի, ցույց տալով իրեն ուղղված կերշքեղ անակնկալները։ Դրանք անթիվ անհամար էին։ Համացանցում Ռոզայի նշանադրությունից հետո տեղեկություն տարածվեց, որ նրա սիրելին կապ ունի կողական աշխարհի հետ։ Սակայն հարսանիքից հետո լուրեր պտտվեցին, որ դա ամենևին էլ այդպես չէ։ Ռոզայի սիրելին Գուրգենը ռուսաստանցի գործարար է։ Նշենք, որ Վիքի պսակադրությունը տեղի էր ունեցել Սուրբ Սարգիս եկեղեցում։ Դերասանուհին հարսանիքի օրը որոշել էր նշել երջանկայի շատակ հայրիկի ծննդյան օրը, ով մահացել էր տարիներ առաջ։ Համացանցում Ռոզայի հրապարակումներին կից մեկնաբանություններ են գրվում, որ ամուսնությունից հետո նա տանջված և տխուր տեսք ունի։ Ռոզան իհարկե այս ամեն ինչի ցավով է վերաբերվում։ Նա երեկ ինստագրամյան հարթակում սթորի էր հրապարակել, կրկին անգամ ակնարկելով, որ ինքը երջանիկ է և խորհուրդ տալով չհավատալ այն լուրերին, որոնք հրապարակվում են։ Մի հավատացեք այն լուրերին, որոնք որ տեսնում եք, ինձ մոտ ամեն բան լավ է, նշել էր դերասանուհին։ Ներկայացնում ենք դերասանուհու հարսանիքից մի քանի կադրեր։